Ժողովուրդ, այսպես չի կարելի, թողեք հերթականությամբ, մենք կասենք, եթե վարման կարգով հարց կլինի կասեք, խնդրում եմ լռեք, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի մի խանգարեք 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ողջունի ելույթից հետո պատգամավորները երդվում են։ Երդման տեքստը ձեզ բաժանված է։ Այժմ ես կընթերցեմ տեքստը։ Ժողովուրդ, ես զգուշացնում եմ, մի րոպե, կանոնակարգ օրենքի համաձայն, եթե կխանգարեն, մենք ձեզ կզգուշացնենք, երկրորդ անգամ արդեն ուրիշ երևույթներ կլինի։ Խնդրում եմ, մի րոպե լսեք։ Դուք եկել եք խանգարելու համար, այսպես չի կարելի։ Լռություն եմ խնդրում պահպանել, լռություն։ Այժմ կընթերցեմ տեքստը, որից հետո բոլորս միասին կերդվենք։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցիչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Երդվում եմ։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ ստորագրեք ձեզ բաժանված երդման տեքստի տակ ձեր անվան դիմաց, քարտուղարության աշխատակիցները կմոտենան և կվերցնեն ստորագրված երդման տեքստը։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին և պատգամավորների երդման արարողությանը ներկա գտնվելու համար։ Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ։